քանի ժամից 2026 թվականն է, նոր տարի, իրենց բանտախցերում են դիմավորելու 4 սրբազաններ, թևերի 4 առաջնորդներ։ Նոր տարին իր բանտախցում է դիմավորելու հայ մեծագույն բարերարներից մեկը։ Նոր 26 թվականը բանտախցում են դիմավորելու մեդիա գործիչներ Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթելյանը, ընդամենը ազատ խոսքի համար, աբսուրդա, հետույք բառը օգտագործելու համար մեդիա գործիչները կալանքի տակ են, 2 ամսով կալանքի տակ են եւ դեռ հայտնի չէ նրանց կալանքի ժամկետը ինչքան կերկարացվի, իսկ վեհափարի գլուխը ջարդելու կոչ անողը ազատության մեջ է։ Հետապնդվում է Խաչիկ Գալստյանը, քաղաքագիտության դոկտոր։ Բազմաթիվ քաղաքացիներ ֆեյսբուքյան գրառման համար կանչվում են քննչական կոմիտեներ, անգամ ինչ-որ մեկի գրառումը լայքելու համար։ Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը ազատության մեջ են, իսկ նրանց դեմ քրեական գործ հարուցածը շարունակում է իր քաղաքական թիմի հետ միասին օգտագործել ամենաոչ նորմատիվ լեքսիկոնը եւ շարունակում են վայելել ռեժիմի բարիքները։ Անգամ Եվրոպայի խորհրդի լրագրողական անվտանգության կոմիտեի հրատապ պահանջից հետո ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին եւ Վազգեն Սաղաթելյանին, ռեժիմը շարունակում է անարձագանք թողնել Եվրոպայի խորհրդի կարևորագույն կառույցի պահանջներից մեկը։ Ինչու? Որովհետեւ Նիկոլի օգտագործած տերմինոլոգիայով եվրոյոնջաների համար այս ռեժիմը այն կատարյալ գործիքն է, որով իրենք մեր ռեգիոնում լուծում են իրենց աշխարհաքաղաքական խնդիրները։ Ես չեմ ուզում լինել վատատես, ես ուզում եմ հավատալ, որ մենք թույլ չենք տալու 26 թվականի հունիսին այս ռեժիմի վերարտադրությունը, որովհետև դա լինելու է Հայաստանի պետականության ավարտը։ Եվ գիտեք, երբ որ հիմա ես մտածում եմ, հենց հիմա այս րոպեներին իրենց բանտախցերում գտնվող սրբազանների, Սամվել Կարապետյանի, Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի եւ մյուսների մասին, ինչպես սրբազան Աճապահյանն էր ասել, իրենք շատ ավելի ազատ են, քան այս ռեժիմի ցանկացած ներկայացուցիչ, ով իր վախերը հաղթահարում է ահա այսպիսի բռնապետական քայլերով։ Ես ուզում եմ հավատալ, որ առաջիկա տարում թեկուզ դժվար, բայց մենք կարողանալու ենք ասել, միասին մենք կարողացանք բռնել այս ռեժիմի ձեռքը եւ կանգնեցնել Հայաստանի պետականության վերջնական կորուստը։